էլեկտրաէներգիայի սակագինն իջեցնելու հնարավորություն ըստ ՀԵՑ-ի նախկին ղեկավարության եղել է դեռ այս տարվա հունիսին, բայց մերժվել է քաղաքական նկատառումներով։ Մեր ձևով շարժման համակարգող Տաշիր ընկերությունների խմբի փոխնախագահ Նարեկ Կարապետյանը բացահայտում է. դեռ ամռանը եղել են բոլոր նախադրյալները, որպեսզի էլեկտրաէներգիան էժանանա։ 5 ամիս առաջ հունիսի 6-ին, մինչև հունիսի 17-ի հայտնի դեպքերը, մենք ՀԵՑ-ի անունից դիմել ենք ՀՑԿՀ նախագահին հոսանքի գինը իջեցնելով 3.6 միլիարդ դրամի չափով, քանի որ համակարգի խնայողությունների և կորուստների նվազ լինելու արդյունքում առաջացել էր դրական հաշվեկշիռ։ ՀԵՑ-ի նախկին տնօրենի պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը պնդում է. հնարավոր է բնակչության համար սակագինը նվազեցնել անգամ հիմա, Սամվել Կարապետյանի շահույթի հաշվին, սակայն իշխանությունները միտումնավոր ձգձգում են գործընթացը։ Իմ ինֆորմացիայով արդեն 6 եւ ավել միլիարդ է դարձել այդ 3.6 միլիարդը եւ հիմա նույն պնդումն անում ենք սակագինը իջեցնելու համար։ Հիմա իջեցրեք, ինչի՞ չեք իջեցնում։ Այնտեղ նամակի մեջ նշված էր տարվա վերջ կվերանայենք, տարվա վերջին մնացել է 2 ամիս, իմջալուց ասեմ, այս 2 ամիսը ձմեռվա ամիսները գիտեք, որ շատ է հոսանք ծախսվում։ Շատ ավելի լավ, հիմա արեք, որպեսզի այս շատ ծախսած հոսանքի համար ավելի քիչ վճարվի, որոշակի չափով զսպվի բեռը։ Ղազինյանի խոսքով իշխող քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը փորձում է քաղաքականացնել գործընթացը, ներկայացնելով այն որպես բիզնես շահերի հակադրություն։ Հիմա իրենք հավաքելու են կամ եկող տարվա փետրվարին տարին ամփոփելուց հետո փորձեն զսպեն սակագին իրենց ապիկար, այսպես կառավարման արդյունքում առաջացած խնդիրների, որը հետում շուտով բոլորս ենք տեսնելու ու արդեն տեսնում ենք, կամ իջեցնելու պարագայում ասեն կառավարիչն եկավ 6 ամիս աշխատեց, շատ լավ աշխատեց, որի արդյունքով իջեցնում ենք։ ՀԵՑ-ի տնօրենի նախկին պաշտոնակատարը պնդում է. անհրաժեշտ ֆինանսական բալանսը կա եւ հնարավոր է սակագինը փոխել առանց լրացուցիչ ռիսկերի։ Սամվել Կարապետյանը վերջին հաշվով կորցնում է ՀԵՑ-ը, բայց իր գումարները ստանալու է հետ։ Այսինքն ժողովրդի հաշվին ընդամենը քաղաքական հարց են լուծում իրենց համար։ Հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովն արձագանքել է ՀԵՑ-ի նախկին ղեկավարության հայտարարությանը, նշելով, որ նպատակահարմար են գտել սակագները վերանայել տարեվերջին, համակարգի ընկերությունների ֆինանսատնտեսական գործողության տարեկան արդյունքների հիման վրա։ Տեղեկացնում ենք, որ էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերությունների սակագների վերանայումը սովորաբար իրականացվում է տարեկան կտրվածքով, քանի որ էլեկտրական էներգիայի արտադրության և սպառման կանխատեսվող հաշվեկշիռը կազմում է տարեկան կտրվածքով և ընկերությունների ֆինանսատնտեսական գործունեության արդյունքների լիարժեք գնահատումը հնարավոր է լինում իրականացնել տարեկան արդյունքներով։ Այսինքն, ըստ հանձնաժողովի, առաջիկա 2 ամսում կորոշվի՝ էլեկտրաէներգիայի գինը փոխվում է, թե ոչ։